Քաջարանի մշակույթի պալատում կայացած հանրային քննարկումների կենտրոնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արդիականացմանն ուղղված երկու խոշոր ծրագրերն էին։ Ներկաները Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննական կենտրոնի բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ էին։ Քաջարան համայնքի ղեկավարը, համայնքապետարանի աշխատակիցներ ու բնակիչներ։ Շահագրգիռ կողմերի սեղանին մասնակի շրջանառու ջրամատակարարման նոր համակարգի նախագիծն է, բազմակողմանի ուսումնասիրությամբ ու շմագ հաշվետվությամբ։ Այս ձևաչափով քննարկումները օրենքի պարտադիր պահանջ են։ Նպատակն է լսել բոլորի կարծիքներն ու առաջարկությունները դրանք ծրագրերում ներառելու համար։ Այս փաստաթղթի ինչպես գնահատման, այնպես էլ փորձաքննական աշխատանքներ իրականացվել են 2023 թվականին խմբագրված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքի պահանջներով։ Փակ եղանակով գործող նոր խտացուցիչ համակարգում կվերամշակվի ֆաբրիկայից հոսող պոչանքը։ Այստեղ այն կրկին կզատվի, տեխնիկական ջուրը կառանձնացվի ու կրկին հետ կմղվի հարստացուցիչ ֆաբրիկա։ Այս ձևով կկրճատվի ոչ միայն տարածաշրջանի գետերից վերցվող ջրի քանակը, այլև պոչամբար մղվող պոչանքի ծավալը։ Նախագիծը բազմակողմանիորեն ներկայացվեց տեղում։ 50% թափոնների խտացումը մեզ հնարավորություն է տալու ավելի քիչ թափոններ նաև արտանետել։ Ինչպես նշեցի, այս համակարգը ունենալու է խտացուցիչ, լինելու է էստակադա խողովակաշարով, լինելու է համապատասխան պոմպակայանը, որպեսզի ապահովի այս կառույցի աշխատանքը, լինելու է սնուցման հյուսատար, ջրի ռեզերվուար 3000 մետր խորանարդ ծավալով և տեխնոլոգիական գործընթացը լինելու է ամբողջովին ավտոմատ։ Ողջ նախագիծը ներկայացնելուց հետո կողմերն անցան հարց ու պատասխանի, ըստ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցչի, բոլոր դիտարկումներն ու առաջարկությունները հաշվի կառնվեն։ Ես խնդրում եմ ներկայացնել տեղեկատվություն, եթե ունեք գնահատում, ասենք պոչամբար հեռացվող թափոնների որակական եւ քանակական բաղադրիչի ցուցանիշի վերաբերյալ, քանի որ եթե համեմատում ենք ներկայիս հետ փոփոխվում է, չէ՞, բաղադրությունը թափոնների։ Եթե ունեք գնահատում, ներկայացնեն դրա վերաբերյալ։ Տիկին Նազիկ, պատասխանեմ ձեր հարցին։ Մենք այս պայն ունենք գործող ջրօգտագործման թույլտվություն, որը սեզոնային կտրվածքով գրաֆիկավորված է, որ ջրառի կետից ինչքան ջուր պետք է վերցնենք որ սեզոնում։ Հիմա եթե մենք կրճատենք շուրջ 15% ջրառը, պետք է նայել տվյալ սեզոնում որ ջրառից ենք վերցնում եւ հենց այդ պայն այդ ջրառի կետից էլ խնայողությունն անում ենք։ Եթե համադրենք 15% խնայողությունը մեր ջրօգտագործման թույլտվության հետ ըստ գրաֆիկների շատ պարզ կդառնա, այսինքն դա արտացոլված է համ շմակում, համ մեր ջրօգտագործման թույլտվության մեջ, կհամադրենք այս նախագծի մեջ եւ կտանք ձեզ։ Իսկ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին ու տեղի բնակիչներին հուզում էին ընդամենը երկու հարց՝ կառուցվելիք նոր խտացուցիչի հեռավորությունը բնակելի շենքերից եւ դրա գործունեության ընթացքում հնարավոր հոտն ու աղմուկը։ Մեծ հաշվով ժողովուրդ ջան, մեզ բոլորից երկու հարց է անհանգստացնում՝ հոտը ու ձայնը։ Ճիշտ է ժողովուրդ։ Եթե լինի, եթե ձեր ասած, եթե հոտն է լինի, ձայնը լինի, ինչ ենք անելու։ Գոյություն ունեցող արդեն 70 տարվա պատմություն ունեցող արտադրությունն է թելադրում, մենք որտեղ պետք է տեղադրենք արտադրական միավորը։ Հա, մենք տեղադրել ենք այդ արտադրական միավորը այնտեղ, բայց լրացուցիչ միջոցառումներ են կարել, որ որևէ ազդեցություն չլինի ձեր նշած բնակելի շենքերի մոտ։ Դրա համար այդ շենքը ամբողջությամբ փակվել է, տեղադրվել է ասպիրացիոն վենտիլյացիոն համակարգեր։ Մենք ունեցել ենք քննարկում, օրինակ, որ այս պոմպակայանը մոտ է գտնվում շենքերին, հետևաբար հնարավոր է աղմուկի որոշակի մակարդակ, սակայն ամեն ինչ գնահատված է։ Համայնքապետարանի հետ քննարկումների արդյունքում մենք որոշեցինք, որ լրացուցիչ միջոցառում այդտեղ պետք է դնենք, այսինքն պաշտպանիչ էկրան, որ հանկարծ աղմուկը դիմացի շենքին որևէ վնաս չպատճառի։ Ներկաների հարցերի մի մասը օրվա թեմայից դուրս էին, բայց կրկին վերաբերում էին կոմբինատի արտադրական գործունեությանը եւ ձեռնարկված բնապահպանական ծրագրերին։ Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը շեշտեց, մասնակի շրջանառու ջրամատակարարման նոր համակարգը պետք է առանձին դիտարկել, խտացուցիչը ընդամենը մի մասն է կազմում։ Ինքը ոչ մի կերպ, ոչ մի տեխնոլոգիական գործընթաց այնտեղ տեղի չունենում, որը որևէ բացասական ձևով ազդի հոտի ավելացման վրա։ Մենք փոխեցինք նախագիծը եւ խտացուցիչը տեղադրեցինք փակ շենքի մեջ, ամբողջությամբ աղմուկի հարցը կարելի ասել լուծվում է։
Կարճ դադարից հետո անմիջապես սկսվեց հանրային հաջորդ լսումը, այս մեկը վերաբերում էր պոչատարների վրա հնարավոր վրթարների կանխարգելմանը։ Այդ նպատակով կոմբինատում ծրագրել են կառուցել ամբողջովին նոր ու համեմատաբար մեծ տրամագծով պոչատար խողովակաշար, որը կնվազեցնի պոչանքի հոսքը։ Գործողի համեմատ որակյալ պոչատարը կհամարվի հիմնական, այլ ոչ թե պահուստային։ Այստեղ եւս հնչեցին կարծիքներ։ Կառուցվելիք 3 դյուկերներից ամենաերկարը Կապանի տարածքում կլինի։ Այս ամենը հաշվի առնելով համայնքի ղեկավարի տեղակալ Գորգ Թադևոսյանն առաջարկեց շմագ հաշվետվությունում ներառել նաև Կապանին վերաբերող սոցիալ-տնտեսական գնահատումը։